վարչապետ իրար հաջորդելով հարցազրույցներ տվեցին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, արդեն տեսել եք ձեզ մեղադրեցին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու մեջ, պատերազմ հրահրելու մեջ, փոխ լրացնող էս իրար շարունակող հարցազրույցները ինչ միտում ունեն ձեզ։ Այդտենց բան են ասա, ես Ղարաբաղը ես դուրս եմ թողել բանակցային գործընթացից, հա, ասել եմ։ Բանակցային Փակուղի եք մտցրել, լսեք, ինչ շատ լավ, պատերազմ, փակուղի, մի րոպե, պատերազմ, փակուղի, փակուղի, պատերազմ, շատ լավ, ես հիմա ասում եմ, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմանին զինվոր չի զոհվում։ Հիմա եթե 2018 թվականի եւ ասում եմ, որ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, ոչ մի, որ այսպիսի իրավիճակ չլինի։ Հիմա եթե 2018 թվականին չկար պատերազմ, ինչ են զինվորները զոհվում սահմանին։ Պատերազմը ո՞րն է։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Քոչարյանը ասում էր չեն կրակում, որովհետև ինչ ուզում են ստանում են իր վերջին հարցազրույցին առանց կրակելու ինչ ուզում են ստանում։ Ինչ։ Նկատելներ Հայաստանի տարածքն։ Ես ձեզ նոր քիչ առաջ շատ երկար եւ մանրամասն ներկայացնում էի Հայաստանի ինքնիշխանության եւ լեգիտիմության կոնցեպտը։ Այստեղ պետության կոնցեպտի մասին է խոսք։ Պետության կոնցեպտի մասին է խոսք։ Երկրորդը փակուղու մասին։ Եթե փակուղու մասին չէր, էլի ես զարմանում եմ, որ հրապարակային հայտարարություններից հետո էլի տենց մեկնաբանություններ են հնչում։ 2018 թվականի ապրիլի Արձագանքեց դրան, պարոն վարչապետ, ասում է մինչև այդ էլ բազմաթիվ անգամներ բանակցությունները մտել են փակուղի, բայց այդ թվում 2016 թվականի ապրիլին, ճիշտ է, հա։ Դուք չգիտեք։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին չեք լսել։ Այդ էլ փակուղու մասին։ Բա ինչի էր այդ պատերազմը սկսվում։ Բա ինչի էր այդ պատերազմը սկսվում։ Էսա միջայլոց։ Շատ լավ զուգահեռ։ Էսա որ բանակցային փաթեթները հրապարակվել են, եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը 2016 թվականի հուլիսի կամ հունիսի առաջարկությունը 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը այս բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կկարդաք եւ կտեսնեք բանակցությունները իմիջայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք, երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Ինձնից առաջ։ Այս պահին չեմ ասում։ Պարոն վարչապետ, համացանցում տեղեկություններ կան, որ ստեղծվել է Հայաստանում նոր արտաքին հետախուզական ծառայություն, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք նոր արդեն գործող արտաքին հետախուզական ծառայություն է, թե այլ բան, եւ մեկ հարց էլ դուք նշեցիք, որ մայրաթուր կգնաք այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ասացիք միջև ամբողջությամբ մաքրվեք, շատ մեղքեր ունեք, հա, պարոն վարչապետ, շատ մեղքեր ունեք, չասեցի ամբողջությամբ, ասի բավական չափով։ Լավ, իսկ բավական չափի համար ձեզ քանի տարի է պետք կամ տասնամյակ, ինչքան ժամանակ է պետք։ Կապրենք կտեսնենք։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, կներեք ընդհանրապես չեմ մեկնաբանի, ոնց ասեմ, որ ձեզ համար հանկարծ վատ չէ ինչի, որովհետև այդ ինչ որտեղից եք կարծում։ Արման Բաբաջանյանն է ներկայացրել հանրապետություն կուսակցության հայտարարություն։ Դե կներեք դա անհետեցություն։ Իսկ չկա այդպիսի Հայաստանի Հանրապետությունում երբ է ստեղծվել 2024 կամ 26 թվականին ստեղծվել է արտաքին հետախուզական ծառայություն։ Այդ ծառայությունը ստեղծվել դրանից առաջ ընդունվել է օրենք։ Հետո ընդունվել է կառավարության որոշում։ Կառավարության որոշումից հետո կարող է process-ները գաղտնի են տեղի ունեցել։ Բայց դա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ օրենքներով որոշումներով ստեղծվել է
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ամերիկան ծառայությունը։ Բրիտանիան կապ ունեց թե ոչ։ Ամերիկան եւ Բրիտանիան կապ չունեն, կապ ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ արտաքին հետախուզական ծառայությունը, ինչպես ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն համագործակցում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, մյուս երկրների, գործընկեր երկրների արտաքին հետախուզական ծառայության։ Ինչ? Բացառում եմ, որ ստեղծվել է եւ ես չգիտեմ։ Եվ նույնիսկ բացառում եմ, որ առանց իմ որոշման նման բան կարող է ստեղծվել։